Օրինակի համար ես վստահ եմ, որ իրենք պիտի ուզենան ֆրանսիական կոնսուլատը Գորիսում պիտի բացի հյուպատոսությունը շուտով այդ թեմային անդրադառնալու են։ Ես վստահ եմ, որ Փաշինյանը շատ կուզենա, որ դա իր վրա վերցնի, ասելով, որ բա մենք արեցինք։ Բայց այդտեղ մի երկկողմանի սուր է, դեք, եթե ինքը այդպես ասեց, ռուսը պիտի ականջից քաշի, ասի, այդտեղ աջան, ես ինչ ես ասում։ Ռուսական հյուպատոսությունը չի բացվում Սյունիքում, դու հիմա փաստորեն ֆրանսիացիներին մեզից առաջ գցեցիր։ Հիմա հարցը չէ, ինչու՞ ամա ռուսականը չի բացվում։ Մարիա Զախարովան այդ հարցին անդրադարձավ Լավրովի այցից հետո, նշելով, որ դա հայկական կողմի մեղքն է։ Մենք կարծեք թե ռուսական կողմը պատրաստ է։ Ինչ նկատի ունի։ ԿՊԱ-ն էլ պատասխանել էր Գորիսից, թե կարծեմ Սյունիքից, որ դա համայնքային որոշում է եւ համայնքը համապատասխան տեղ չի գտնում։ Ծիծաղելի, աբսուրդ պատասխան։ Հիմա ինչու չի բացվում, պարոն Յանուկյան, Ռուսաստանի։ Չի բացվում, դա է, որ արևմուտքը թույլ չի տալիս։ Բայց ունի չէ, ռուսական ներկայություն կա այնուամենայնիվ Սյունիքում։ Սյունիքում ռուսական ներկայությունը շատ մինիմալ է։ Իրենք եթե հիշում եք, մի չեմ անում ինչ գումարտակ էր, թե ինչ մի փոքր խումբ ունեին սահմանապահ զորքերի, որոնք տեղակայված էին, հետո դրանց հանեցին, հետո նորից հետ բերեցին, բայց քանակները դեռ չեն հայտարարված, չեն շեշտված, հիմա պարզ է, որ Ռուսաստանը ուզում է ոտքին տեղ անել Սյունիքում, բայց նաև պարզ է, որ չի ստացվում։ Հիմա ինչու չի ստացվում։ Ռուսը չունի այդ ազդեցությունը։ Հայաստան Նիկոլ Փաշինյանն է դիմադրում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չի իմանում ինչպես պատասխանի։ Եթե ասի, այո, ես եմ դիմադրում եւ թույլ չեմ տալու, որ ռուսերը հյուպատոսություն բացեն, իր համար շատ վատ կլինի։ Նա գիտի, հետեւաբար դա այդպես չի ասելու։ Բայց հիմա ինչպես ինքը կրեդիտ վերցնի իր վրա, որ ֆրանսիացիներն են բացում։ Պարսիկները արդեն շուտ այնց են բացել, ինչպես 23 թվականին, այո։ Ուրեմն Պարսկաստանը բացեց։ Ֆրանսիան բացում է, այդ մեր դաշնակից Ռուսաստանը չի կարողանում բացել։ Այսպես տարօրինակ դիրքում է այսօր Նիկոլ Փաշինյանը, որ եթե ընդունի, որ ինքն է, լավ չի։ Եթե ընդունի, որ ինքը չէ, նորից լավ չի։ Պարոն Յանուկյան, ես հետաքրությամբ սպասում թե ինքը ինչ ասում։ Սյունիքի կարևորությունը նորից մեծանում է, տեսեք, հյուպատոսություններ են բացում։ Այստեղ մենք կարող ենք տեսնել օրինակ Ֆրանսիայի, Արևմուտքի ու Իրանի համագործակցություն ընդդեմ Ռուսաստանի։ Այո, դա արդեն կարող եմ ասել բացարձակ երևում է, որ գոնե Ֆրանսիայի մակարդակով եւ Իրանի մակարդակով իրենց մոտ երևում է, ուրվագծվում է, որ կա պետական, կարող է գույսներում եղած համաձայնություն, բայց այդ համաձայնությունը կա։ Եվ իրենք երկուսը միասին այսօր այդ հյուպատոսությունները բացելը, սա սիմվոլիկ մի հատ շենք չի, դրոշը կախված, շատ կարևոր հանգամանք է սա։ Եվ նույնիսկ ասում եմ, այն հանգամանքը, որ ռուսերը չեն կարողանում ինչ-ինչ պատճառներով բացեն իրենց հյուպատոսությունը, դա նշանակում է, որ Իրանն ու Ֆրանսան, իսկ Ֆրանսան ասելով պետք է հասկանանք արևմուտք, իսկ Ֆրանսան արևմուտքի ներկայացուցիչը լինելով այս տարածաշրջանում կարող ենք հասկանալ, որ Միացյալ Նահանգները Ֆրանսիայի մեջքին կանգնած են այս հարցում եւ Ֆրանսիան եւ Իրանը փաստորեն ներկայացություն ունեն Սյունիքում, ասելով սա մերն է։ Դրա համար պատահական չէր, որ 3 էր թե այսօր էր չեմ անում Էրդողանը Բերձորում մասնակցեց օդանավակայանի բացմանը եւ հայտարարեց, որ խաղաղության գնալուն մենք դիմում ենք մեր բարեկամ Իրանին, որ նրանք էլ պետք է աջակցեն Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Այսինքն պարոն Յանուկյան, ինչի համար է Էրդողանը Բերձորից դիմում Իրանին, որ Իրան քո համար էլ լավ կլինի, եթե Զանգեզուրի միջանցքը Նախիջևանով անցնի Թուրքիա։ Հիմա տրամաբանություն նեղմարտի արդյունք որ Իրանը դրանից ինչով է օգտվում։
Իրանը մեկ ունի այդ միջանցքը, Իրանով կարած մտնես Նախիջևան։ Հիմա ինչի՞ պիտի Իրանը շահագրգռված լինի, որպեսի Նախիջևանով, Սյունիքով մտնեն Նախիջևան, ինչ շահագրգռվածություն ունի։ Չկա ոչ մի շահագրգռվածություն, բայց հիշում եք այդ քիչ առաջ ասում են Ապուշին ասում է շատ կլացի է, չէ։ Հիմա Էրդողանը ասում է Իրանին մի բան, որը սուտ է։ Եվ Իրանին դնում է այն վիճակի մեջ, որ պետք է հիմա Իրանը հերքի այդ սուտը, որ Իրանը ասի, բայց մենք չունենք շահագրգռվածություն։ Իհարկե Իրանը քաղաքական լեզվով այդպես չի ասելու, բայց Իրանը ասի, որ բայց մենք ախր տվել ենք միջանցք։ Դուք կարող եք Ադրբեջանի հետ կապնվել մեր տարածքով, այդ ճանապարհը արդեն կա։ Հետևաբար խնդրեմ անցեք, Իրանը արդեն մի անգամ ասել է։ Բայց նայեք ինչ անում Էրդողանը։ Էրդողանը Բերձորից այդ հայտարարությունն է անում, որ Իրանին եւս մեկ անգամ դնի այն իրավիճակի մեջ, որ Իրանը սկսի բացատրվել։ Այսինքն ցույց է տալիս, որ Հայաստանը չէ որոշողը, որոշողը Հայաստանը չէ։ Հայաստանը չի որոշում։ Այսինքն եթե պարոն Յանուկյան Էրդողանը Իրանի հետ համաձայնության կա, կարող է եւ լինի, հա, այդ միջանցքը։ Չեն գա համաձայնության։ Թե Ֆրանսիայի տեղակայվելը արդեն այո, Ֆրանսիայի տեղակայվելը նշանակում է, որ Իրանն ու Ֆրանսան, այս դեպքում կարող ենք ասել Իրանն ու Արևմուտքը Ֆրանսային համարում են որպես Արևմուտքի ներկայացուցիչ։ Իրանն ու Արևմուտքը Սյունիքի Զանգեզուրի վերաբերյալ ունեն համաձայնություն։ Եվ այն փաստը, որ ռուսը չի կարողանում իր հյուպատոսությունը դնել այնտեղ, փաստում է, որ ասում են ձեր ձեռքերը հեռու պահեք։ Դրա համար է Էրդողանը երեք այդ հայտարարությունը անում, փորձ է եւս մեկ անգամ, բայց իմ կարծիքով չեն հաջողվելու, որովհետեւ Իրանն էլ Ֆրանսան էլ իրենց հայտարարություններում շատ կոնկրետ չեմ ասում սպառնալիք, թող սպառնալիք չլինի, բայց դիվանագիտական լեզվով դա սպառնալիք է։ Ասում են հեռու մնացեք ստեղից, դուք ստեղ գործ չունեք։ Ուղղված Էրդողանին ու Ալիևին։ Նայեք, ես նաև մի խոսք հիշեցնեմ ձեզ, որը հեգնանք էր իմ կարծիքով Արարատ Միրզոյանին։ Ֆրանսիայի արտգործնախարարը։ Այո, արտգործնախարարը, որ ասում է, որ թռնելիս Արարատը տեսա, հիշեցի մույս Արարատին։ Ասեցի իմ գործընկերոջ։ Իմ գործընկեր Արարատի, որ Արարատ, մի մոռացի դու Արարատ ես, ոչ թե Արագած։ Դե հիմա ասում են, չէ, դու խոսքի էշին ես ասում։ Հենց անունը Արարատ է ասում։ Այո, երկու անգամ Արարատ է ասում, ասպատրնելով Արարատի վրայով տեսանք հա։ Հիմա էլ ինչպես պետք է ասել։